Սա ուրբան պատումների շարքն է։ Հին սրճարաններից մինչև նոր երկնաքերերի, թաքնված անկյունների միջով անցնելով, ուրբան պատումների շարքը փորձում է բացահայտել տեղի հիշողությունը և հասկանալ քաղաքը։ Սա պատում է մարդու և տարածքի հարաբերության, նրանց կռիվների ու ներդաշնակության մասին։ Սա ուրբան պատում է Երևանի կապի շենքից։ Երևանում հաճախ չի կարելի նկատել ճարտարապետական ոճային լուծումներով բարձրահարկեր, որոնք տարբերվում են և անշփոթելի են, բայց կա մի 10 հարկանի շենք, որ բացառիկ ճարտարապետական նմուշ է և ոչ բնորոշ հայկական ճարտարապետությանը։ Ազատության 24 դրոպ 1 հասեյով։ Այն մեր քաղաքի անցյալն ու ներկան կամրջող, ես կասեի կապող շենքն է, որը գտնվում է Զեյթունում։ Հիմա կհարցնեք այս ձայնն ինչ կապ ունի Երևանի հետ։ Ուղիղ 1990 թվականից մինչև օրս կապի համակարգում աշխատող Աշոտ Փինաչյանը հիմա ամեն բան կբացատրի։ Մոտիկ գա, այսի ինքը ապահովել է, այս որ ինքը սենց հարթ է, այսենց տուն է։ Այսի որ կա, տու որ ասենք կամ զբաղված է ցույց տվել, այս սրանց միջոցով է եղել։ Բա։ Ինչ հավես։ Հավես է, չէ՞։ Հա, ու տեսեք, այս կոնտակտների միջոցով ինքը ամբողջ սիգնալները, ազդանշանները տվել է, ասենք, բաժանորդը։ Այս շենքի ճարտարապետական լուծումներում մեկտեղված են պարզությունը և պերճանքը։ Մի շրջանում, երբ Երևանը անդադար կորցնում է իր ֆիզիկական հիշողությունը ու միայն տեղ գտնում քաղաքի մարդկանց արդեն հաճախ լղոզված տեղ-տեղ ոչ ստույգ հիշողություններում, կապի շենքի կանգուն լինելը իսկական հրաշք է։ Տատիկ Պապիկի բնակարանի պատշգամբից այս շենքի զարդանախշերին նայող լրագրող Անահիտ Մինասյանի մանկությունն է այս տեսարանը։ 1 տարեկանից ինձ համար նորմալ երևույթ էր շաբաթ-կիրակին անցկացնել տատիկիս պապիկիս տանը։ Ինձ ինչ էր մնում անել, միացնել երևակայությունից չէր օբյեկտ գտնել ու իմ երևակայությունը այդ օբյեկտի շուրջ զարգացնել։ Քանի որ ես տունը Ներսիսյան փողոցի վրա էր, պատուհանից ամենահրաշալի տեսարանն էր բացում այս շենքի վրա։ Միջազգային կապի շենք։ Բայց ես չէի հասկանում, երբ մեզ բացատրում են կապի շենք է սա է, երեխան չի հասկանա։ Մի կողմից գեղեցիկ այդ ալիքներն են, մյուս կողմից երբ մեքենայով գնում ենք դեպի ամառանոց, տեսնում ես այդ կրծքազարդը շենքի ճակատին միած կպցրած, ու դու փորձում ես ամեն անգամ ինչ-որ բացատրություն տալ այդ կրծքազարդին, իսկ ներքևի մարդկանց այդ զարդաքանդակները, կնոջ կերպարը, ներքևի մի փոքրիկ քանդակ կա դիեզերագնացի, էլ ավելի է զարգացնում երեխայի պատկերացումը։ Շենքը նախագծվեց և կառուցման մեկնարկը տրվեց 1964-ին և միայն 7 տարի անց շահագործման հանձնվեց։ Արմեն Աղալյանն է հեղինակը, նա Երևան նախագիծ ինստիտուտի արվեստանոցն էր գլխավորում այդ տարիներին։ Համահեղինակն է այս շենքի Աղալյանի հետ Գրիգոր Գրիգորյանը, ով այդ 75-ից 85 թվականները Երևանի գլխավոր ճարտարապետների։ Իրենց հետ աշխատում էր Վահե Հարությունյանը քանդակագործ, այս քանդակները իր հեղինակության են։ 1990 թվականին կապը թվայնացվեց։ Այն ժամանակ կապն այնքան թանկ էր, որ դեսից դենից զրույցներ վարելու ժամանակ չկար։ Մարդիկ ոչ թե հաջողացնում էին զանգահարել, այլ բարեհաջող ընկնում էին, ու եթե մեկը հարցնում էր հն ընկար, նշանակում էր հաջողվեց զանգել, թե ոչ։ Ինքը ապահովում էր այդ ամբողջ կապը, հանգույցը, միջկայանային կապուղիներն էր ապահովում այնտեղ, ինչպես նաև կար ներքին համարներ, որը կապ էր հաստատում քաղաքային ահակների միջև, եռանիշ թվերով էր դա, մետակոնդան էր աշխատում ստեղ, միջքաղաքային, ասենք, կապուղիները կար։ Ինձ բացատրեցին իմաստը, խորհուրդը, թե ինչու է պաստորը ստացվում է կա ընդհանուր շենքի ճակատ, որը երիզված է այսպիսի ալիքավոր ցանցով, բետոնե։ Նախ շատերը ասում էին, որ հատուկ է արված այս ալիքային բետոնները, որովհետև դրանք մարում են դրսից, Թուրքիայից եւ Պարսկաստանից չկարողանան գաղտնալսեն։ Սակայն այս բետոնե ցանցը, որով պատված է շենքը, ունի շատ տրիվիալ բացատրություն։ Քանի որ հեռախոսային կայանները գեներացնում են հսկայական ջերմաստիճան, որպեսզի նրանք չվառվեն, շենքը լինելով Հայաստանում, Երևանում, հավելյալ, որ ջերմամեկուսացման նպատակով այդ ցանցն է արվում։
Փինաչյանն այն եզակի մարդկանցից է, որ հեռախոսային կապի բոլոր նմուշներին ծանոթ է, ներառյալ տաքսոֆոնները։ Տաքսոֆոներ, որը որ Երևան քաղաքում, ասենք, հին սովետական միության ժամանակ, ասենք, այս կարգի կաբինաներով տաքսոֆոններ քաղաքում էր դրված, բայց այնտեղ ինքը կահավորված էր մի այլ ձևով, փայտով, փայտաշեն տեսքով, որ մի հատ չէր, մի քանի կաբինաներ էր, այսպեսի ասած։ Երբ որ դու պատվիրում էիր, ես ուզում եմ խոսամ Ամերիկա խոսալու համար իրանք ասում են դուք սպասեք, ձեզ հերթը կգա, կասենք։ Դե բնականաբար իրանք կապ էին հաստատում այն ժամանակ միջքաղաքայինի միջոցով, գնում էր այնտեղ, զանգում էին, ասում են միջազգային կապ կա ձեր հետ, զանգում էին այնտեղ, իրանք հեռախոսը վերցնում էին, ասում են մոտեցեք, այս ինչ կաբինային։ Ինքը գնում էր հեռախոսը վերցնում էր ու սկսում էր խոսալ։ Ինչ երկար process։ Այն ժամանակը տենց է։ Շինության ներսում նոր լուծումներով դիզայնի հետ ներդաշնակ շարունակում է ապրել, օրինակ Նախշազարդ առաստաղը, ու մեկը մյուսին բացարձակ չեն խանգարում։ 1913 եւ 14 թվականներին կապը եղել է Ալեքսանդրապոլում, կապը հաստատվել է Կարսի հետ։ Դրանից հետո արդեն Երևան քաղաքի հետ, հետո ներդրվել է Երևան քաղաքում։ Խորհրդային քաղաքացու համար իսկական իրադարձություն էր, երբ հեռախոսը երկար էր զանգում, նշանակում էր այլ հանրապետությունից էր զանգը։ Միջքաղաքայինը ներքաղաքայինից տարբերվում էր զանգը, դու արդեն գիտեիր քեզ, եթե կարճ զանգ է գալիս, դու գիտես, որ ներքաղաքային է։ Մոտենում էին, վազում էին հեռախոսին, վերցնում էին ու պարտադիր պետք է գոռալով խոսային, իբրև թե որ եթե վատ լսվի խոսափողի միջից միանգամից հեռավորության վրա ձայնը հասնի։ Կապի շենքի տեղը հենց այնպես չի ընտրվել, այն հատուկ նշանակություն ուներ եւ չէր կարող գտնվել օրինակ քաղաքի կենտրոնում։ Մեր մոտ կապը ապահովել են հյուսիսային մասով, այսինքն ստեղից ինքը գնացել է Իջևանով, Դիլիջանով, ասենք գնացել դուրս եկել Վրաստանով դեպի, ասենք սովետական միության պետություններ։ Ու ես ինքը հիմնական հյուսիսային հատվածումը, որտեղ կապուղիները ստեղից ինքը գնացել է դեպի հյուսիս, նշանակությունը դրանում է կայացել։ Ինքը չէր կարող լիներ քաղաքի կենտրոնում։ Պատկերացրեք, որ քաղաքի կենտրոնում լիներ ու այդ կապուղիները, ասենք, գիտեք, ինչքան կապուղի էր լինելու։ Իմ պատանեկության տարիներից Զեյթունը շատ է փոխվել։ Կապի շենքի դիմաց ավելացել են նոր շինություններ, բայց այս շենքը իր գեղեցկությամբ դոմինանտ է ոչ թե որովհետև բարձրահարկ է, այլ որովհետև հստակ բնավորություն ունի։ Այն դուրս է միապաղաղությունից եւ գոշությունից։ Երևանում ձեռագրային շինությունների պահպանումը ոչ միայն լուրջ ցուցադրություն է մեր անցյալի, այլ նաեւ մեր ճարտարապետության մտքի թռիչքի։ Ու նայ, այստեղ փոքրիկ զարդաքանդակներ էլ կան։ Սրած էլի կրկին մեզ հուշում են հեռախոսի, կայծակը, էլի արբանյակները։ Թվում է թե ոչինչ ասող, բայց կրկին ալիքների ձայնային ալիքի Սարդոստան ձայնային ալիքի տարածումն է։ Կինը հեռախոսով, հա։